Եվ այսպես, հունիսի 10-ին Թրամփը հրապարակավ շնորհավորեց Փաշինյանին ընտրություններում նրա կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ։ Շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի կապակցությամբ, ես շատ հպարտ եմ, որ սատարել եմ նրան։ Ամերիկյան քաղաքական լեզվում սատարել եմ արտահայտությունը բավական ծանր կշիռ ունի, սա արդեն սովորական դիվանագիտական շնորհավորանք չէ։ ԱՄՆ-ի գործող նախագահը փաստացի հայտարարում է, ավելի ճիշտ հաստատում է, որ աջակցել է Հայաստանում գործող վարչապետի վերընտրմանը։ Ամերիկյան դիրքորոշումը առավել ուշագրավ է մեկ այլ պատճառով։ Ընտրություններից անմիջապես առաջ Հայաստան էր ժամանել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, այցը տևեց ընդամենը 1 ժամ, սակայն դրա քաղաքական նշանակությունը դժվար է թերագնահատել, իսկ արդեն հունիսի 9-ին Ռուբիոն նույնպես շնորհավորեց Փաշինյանին, ընդգծելով, որ Վաշինգտոնը պատրաստ է համագործակցությունը խաղաղության և տարածաշրջանային կայունության ուղղությամբ։ Շատերի համար Ռուբիոյի այցն ու հետագա շնորհավորանքը միասին դիտարկվում են որպես Վաշինգտոնի քաղաքական աջակցության հստակ ազդակ, սա պետք է դիտարկել նաև որպես հակազդեցություն այն պնդումների, թե TTIP-ի գաղափարը այլևս հետաքրքիր չէ Վաշինգտոնին, իսկ Թրամփը իր շնորհավորանքով վերջնականապես հաստատեց, որ Ամերիկան այս տարածաշրջանը դեռ շարունակում է դիտարկել իր շահերի շրջանակներում։ Հաջորդ թիվ եվրոպական շնորհավորանքների շարքը դիտարկենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, Եվրոպական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, Գերմանիայի կանցլերը, Լեհաստանի վարչապետը, Իսպանիայի վարչապետը և բազմաթիվ այլ առաջնորդներ փաստացի նույն ուղերձն էին փոխանցում։ Եվրոպան ընդունում է Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքները և պատրաստ է աշխատել Հայաստանի ընտրված իշխանությունների հետ։ Բայց առավել հետաքրքիր է շնորհավորողների աշխարհագրությունը։ Փաշինյանին շնորհավորել են ոչ միայն Արևմուտքից, այլև այն երկրներից, որոնք սովորաբար խուսափում են աշխարհաքաղաքական ճամբարների բացահայտ բաժանումից։ Իրանը շնորհավորել է, Հնդկաստանը շնորհավորել է, Պակիստանը ևս շնորհավորել է, և սա հատկապես ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը և Պակիստանը երկար տարիներ անգամ դիվանագիտական հարաբերություններ չունեին։ Ստացվում է բավական հազվադեպ պատկեր, նույն երկրին գրեթե միաժամանակ շնորհավորում են թե Հնդկաստանը և թե Պակիստանը։ Այսպիսի համակարծություն միջազգային հարաբերություններում, հավատացեք, ամեն օր չեք տեսնի։ Հետաքրքիր պատկեր ունենք ՀԱՊԿ-ում, Ղազախստանի նախագահը շնորհավորել է նաև Ղրղզստանի նախագահը, այսինքն նույնիսկ այն ռազմաքաղաքական դաշինքի ներսում, որի հետ Հայաստանի հարաբերությունները վերջին տարիներին լարված են եղել, ընտրությունների արդյունքները ամեն դեպքում ճանաչվել են և շնորհավորանքներ էլ ամեն դեպքում փոխանցվել են։ Առանձին ուշադրության է արժանի Թուրքիան։ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները դեռևս ամբողջությամբ կարգավորված չեն, սահմանը շարունակում է փակ մնալ, բազմաթիվ հիմնարար հարցեր շարունակում են մնալ չլուծված, բայց հայտարարվում է, որ այդ հարցերը ամեն դեպքում օրակարգում են։ Սակայն Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին ու հայտարարել, թե հույս ունի ավարտին հասցնել հարաբերությունների կարգավորման ուղղված ջանքերը։ Այս պահի դրությամբ շնորհավորանքներ են հնչել աշխարհի տասնյակ երկրներից ու միջազգային կազմակերպություններից։ Եթե հաշվի առնենք միայն ղեկավարներին, կառավարությունների ղեկավարներին, արտգործնախարարներին և միջազգային կառույցների ղեկավարներին, որոնց անունները հրապարակվել են, ապա թիվը մոտենում է մոտ 5 տասնյակին, իսկ սա, հավատացեք, վատ ցուցանիշ չէ։ Փաստացի ձևավորվել է միջազգային ճանաչման բավական լայն շրջանակ և հիմա ամենահետաքրքիր հատվածը՝ ով է դուրս մնում այս, այսպես ասենք, կլուբից։ Այս ամբողջ ֆոնին շարունակում է առանձնանալ մեկ լռություն՝ Մոսկվայի լռությունը։ Ռուսաստանը, որը պաշտոնապես համարվում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը և ավանդաբար ունի սերտ կապեր Հայաստանի հետ, մինչ այս պահը չի շնորհավորել Փաշինյանին, իսկ դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ ամբողջ ընտրարշավի ընթացքում ռուսական մեդիա և քաղաքական դաշտի զգալի հատվածը բացահայտ հակափաշինյանական դիրքերից էր հանդես գալիս։ Քարոզչական հարձակումներ, տնտեսական ճնշումների մասին ակնարկներ և կոնկրետ քայլեր, ԵԱՏՄ-ի հետ կապված սպառնալիքներ, Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության շուրջ մշտական զգուշացումներ, փաստացի Մոսկվան այս ընթացքում օգտագործել է գրեթե ամբողջ գործիքակազմը, դե չհաշված ենթադրենք զինված ուժերը։
Սակայն արդյունքը ստացվեց հակառակը եւ հենց այստեղ է, որ Մոսկվայի լռությունը սկսում է ավելի բարձր հնչել, քան շատ հայտարարություններ, որովհետև շնորհավորելու դեպքում ստիպված ես ընդունել այն իշխանության հաղթանակը, որի պարտության համար քաղաքական տարածք էր ստեղծում առնվազն 1 տարի շարունակ, մինչդեռ միջազգային դիտորդները ներկայացրել են բոլորովին այլ պատկեր, ըստ հրապարակված տվյալների ընտրություններին հետևել են շուրջ 400 միջազգային դիտորդներ, ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը արձանագրել է, որ ընտրությունները հիմնականում համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին, թեև մատնանշել են առանձին խնդիրներ նախընտրական շրջանում եւ հենց քվեարկության ընթացքում։ Ընդհանուր առմամբ քվեարկության ընթացքը դրական են գնահատել նաեւ ԱՊՀ դիտորդները, իսկ Ռուսաստանում արդեն սկսվել է հետընտրական փուլը Զախարովայի մեկնաբանություններով, Պեսկովի հայտարարություններով եւ ռուսական տեղեկատվական դաշտի հերթական քննարկումներով, բնականաբար հակահայաստանյան ուղղվածությամբ։ Ուստի վերջում մնում է ընդամենը մեկ հարց, եթե Վաշինգտոնը շնորհավորում է, Փարիզը, Բրյուսելը, Բեռլինը շնորհավորում են, անգամ Անկարան շնորհավորում է, Բիշկեկը շնորհավորում է, ապա ինչ կասի Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու հնամյա բարեկամը, թե այս անգամ լռությունն է ընտրված որպես պաշտոնական դիրքորոշում։ Իդեպ, այս պահին դեռ Հայաստանին չշնորհավորողների բանակում մնում է նաև Ադրբեջանը, բայց սա արդեն խոսակցության այլ թեմա է, որին հուսով եմ անդրադառնալու առիթ կունենանք առաջիկայում։ Իսկ մինչ այդ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։